Ողջույն սիրելի բարեկամներ։ Եթե Հովհաննես Այվազովսկին չլիներ, աշխարհի ամենամեծ ծովանկարիչը կհամարվեր Վարդան Մախոխյանը։ Հաճախ մեծերի եւ երջանկության բաժինն է մեծ լինում, եւ դժբախտության։ Ճակատագիրը դժբախտության ահռելի բաժին հասցրեց Տրապիզոնում ծնված աշխարհահռչակ ծովանկարիչ Վարդան Մախոխյանին։ Մեծ եղեռնի ժամանակ նրա հարազատները զոհվեցին Տրապիզոնում։ 1920-ական թվականներին աշխարհի բոլոր որբ երեխաների կեսից ավելին հայեր էին, որոնք ապաստանեցին 50-ից ավելի երկրներում։ Վարդան Մախոխյանը Նիցայում տեսավ մի քանի հայ որբ երեխաների եւ քիչ մնաց խելագարվեր։ Ծովանկարիչը մոտեցավ եւ հարցրեց առաջին որբին. «Ինչ կուզենայիր»։ «Հաց»։ Երկրորդին դիմեց նույն հարցով. «Հաց»։ Երրորդն էլ հարցումիչը սպասելով նույն պատասխանը տվեց։ Մախոխյանը ժամանակ չկորցնելով որբերի ապաստարանից ասես մի ոստյունով իրեն տուն գցեց։ Այս ու այն կողմ տարավ ձեռքը, բայց դրամ չգտավ։ Հետո աչքն ընկավ իր գլուխգործոց նկարին։ Տրապիզոնի ծովափը լուսաշող, չնաշխարհիկ մի գործ էր, որին նայելիս թվում էր, թե ամբողջ Սև ծովը երևում է Տրապիզոնից։ Կտավը նոր էր ավարտել եւ վաճառելու մտադրություն չուներ։ Մի քանի օր առաջ մեծահարուստներից մեկը 1 միլիոն ֆրանկ առաջարկեց նկարը գնելու համար, բայց Մախոխյանը մերժեց։ Հիմա, երբ մտապատկերում միայն հայ որբերն էին, չիմացավ, թե ինչպես մոռացության տվեց իր վճիռը եւ կտավը վերցնելով դուրս թռավ փողոց։ Վազելով հասավ փողոցի ծայրը եւ մտավ մի հացատուն։ Տերը զարմացած նայեց քրտնաթոր մարդուն եւ հարցրեց. «Ինչ ես ուզում»։ «Վաճառում եմ», ասաց ու ցույց տվեց կտավը։ «Լավ նկար է երևում, իսկ ինչ ես ուզում նկարի դիմաց»։ «Չգիտեմ»։ «Ֆրանկ չունեմ, սրա դիմաց 20 բոքոն կտամ, համաձայն ես»։ «Այո», առանց վարանելու վրա բերեց նկարիչը։ Մախոխյանը բոքոնները վերցրեց, տարավ եւ նվիրեց հայ որբերին։ Նրան թվաց, թե այդ գիշեր աշխարհի բոլոր որբերը կքնեն կուշտ փորով։ Սիրելիներս, ձեզ հետ էր Մանուշակ Շիրինյանը։ Կհանդիպենք։ Լավ մնացեք։